Պարոն Սահակյան, կարծում եմ ազգային ժողովի բնականոն գործունեությունը ապահովելու համար անհրաժեշտ է 1-2 հարց ճշտել հիմա այստեղ։ Տեսեք, նախորդ քառորիայի ժամանակ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին եւ իշխանությանը մեղադրեց պետական դավաճանության մեջ եւ դուք նրա խոսափողը անջատեցիք, պատճառաբանելով, որ այդ ելույթը չի տեղավորվում կանոնակարգի կամ քննարկվող հարցի շրջանակներում։ Դրանից հետո ելույթ ունեցավ Հանրապետական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, որը արդեն ընդդիմությանը մեղադրեց դավաճանության մեջ, բայց դուք նրա խոսափողը չանջատեցիք, չնայած էլի քննարկվում էր նույն հարցը։ Հետո ելույթ ունեցավ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որը էլի ընդդիմությանը մեղադրեց դավաճանական գործողությունների մեջ եւ դուք էլի նրա խոսափողը չանջատեցիք, ու չնայած անդադ ասում եք, որ գործում եք որպես ազգային ժողովի նախագահ, որ պետք է այսպես ասած հավասար կանոններ ապահովի, բայց ձեր գործողություններից դա կարծես թե չի բխում։ Ես առաջարկում եմ հետեւյալը, որ մենք այսպիսի սկզբունք որդեգրենք, սա քաղաքական ամբիոն է եւ մարդիկ պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան։ Իմ առաջարկը նա է, որ մենք պատգամավորներին կանոնակարգ օրենքով նախատեսված ելույթի ժամը, րոպեները չսահմանափակենք եւ թույլ տանք, որ նրանք արտահայտվեն։ Եթե ընդդիմությունից որևէ մեկը իշխանությանը մեղադրում է դավաճանության մեջ, դուք կրկնակի եռակի ավել թվով պատգամավորներ ունեք, եթե բան ունեն ասելու ձեր պատգամավորները, եռակի հաջողությամբ կարող են անել։ Առաջարկս հետեւյալն է, որ զերծ մնաք ելույթները ընդհատելու։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ պատգամավորները իրենց տեսակետները արտահայտելու համար բավականին շատ միջոցներ ունեն։ Դա միայն ազգային ժողովի նիստերի դալիք չէ։ Այլ բան է, որ պատգամավորները դեպատի ժամանակ բանավիճում են եւ կարող են կոռեկտության սահմաններից դուրս գալ, այլ բան է, որ պետությանը վարկաբեկում են, եւ ես չեմ կարծում, որ այստեղ պիտի հնարավորինս հավասար պայմաններով դիտենք այդ նույն հարցը։ Դուք, պարոն Փաշինյան, նույնպես խոսում եք, որքան էլ ինձ դուրս չգա կամ մյուսին, դուք խոսում եք միջև վերջ, որովհետև դուք ասում եք ձեր տեսակետը, ձեր բառերով, երբեք չփորձելով մասնավորացնել միտքը եւ մարդկանց մեղադրանքների այն պաշարը, որը կատարվում է առանձին դեպքում Զարուհի Փոստանջյանի կողմից։ Ասեմ հետեւյալը, որ պիտի մենք բոլորս նախ բարեկրթության սահմաններով կարողանանք, սահմանները պիտի չխախտենք եւ այդպես չի, ամենալավ բանը մարդու համար, հասարակության համար դա էլեկտրաէներգիան է, բայց եթե կարճ միացում է տալիս, հենց ինքը էլեկտրաէներգիան չի գործում։ Պիտի կարողանանք ընդունել։ Ես կողմնակից եմ բարեկրթության, կոչ եմ անում բարեկիրթ վերաբերվեք, քննադատությունը ինչքան կարող են խորացնել, բայց որևէ ուղղվածությունից զերծ պիտի լինի, որը այսպես անձնավորում է պատգամավորին կամ ընդհանրապես քաղաքական գործիչներին։ Շնորհակալություն։ Հայկ Բաբուխանյան։